Հանուն Հոր և Որդու և Օգնի Սրբո ամեն։ Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի նավակատիքի տոնն էր և ձմեռ էր, և Հիսուս շրջում էր տաճարի մեջ, Սողոմոնի սրահում, հրեաները նրա շուրջ հավաքվեցին ու ասացին. «Մենչև երբ մեր հոգին պիտի հանես, եթե դու ես Քրիստոսը, ասա մեզ համար ցակ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ձեզ ասացի և ինձ չեք հավատում, այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին, բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք գալու են իմ ետևից, և ես նրանց կտամ հավիտենական կյանք, և նրանք չեն կորչի հավիտյան, և ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է, և իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ հափշտակել։ Ես և իմ Հայրը մի ենք»։ Հիսուս տաճարում էր գտնվում, հրեաները սկսեցին զրուցել Հիսուսի հետ. «Դու ես Քրիստոսը, ասա մեզ համար ցակ»։ Եվ Քրիստոսն ասեց. «Ասացի, բայց դուք ինձ չեք հավատում»։ Հիսուս հայտնեց տաճարում, որ ինքը Քրիստոսն է, Աստծո օծյալը, աշխարհի փրկիչը, որ աշխարհ պիտի գար մարդկության մեղքը վերցնելու և մարդկությանը մեղքից և մահվան դատապարտությունից փրկելու համար։ Եվ Քրիստոսն ասեց. «Դուք ինձ չեք հավատում, բայց նրանք, որոնք ինձ հավատում են, ես նրանց հավիտենական կյանք պիտի տամ»։ Ուրեմն Քրիստոս տաճարում նաև հայտարարեց, որ ինքը հավիտենական կյանք պիտի տա, և նրանք, որոնց ինքը հավիտենական կյանք պիտի տա, չպիտի կորչեն, որովհետև ոչ ոք, ասեց, նրանց իմ ձեռքից չի կարող հափշտակել, որոնք հավատում են ինձ։ Ուրեմն հավատացյալը, Քրիստոսին ճշմարտապես հավատացողը վախ չունի չարից, որտեղ չարը ոչինչ չի կարող անել նրան, ով պատկանում է Քրիստոսին։ Եվ Քրիստոս տաճարում ասեց. «Ես և իմ Հայրը մեկ ենք», այսինքն ես էլ նույն Աստվածն եմ, ինչ որ Հայրը։ Եվ այս բոլորը տեղի ունեցավ տաճարում։ Եվ այսօր կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։ Սրանից 1700 և ավելի տարիներ առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր հրաշալի էջքով հաստատեց կաթողիկե Սուրբ Էջմիածինը, իջավ միածինը և հաստատեց մեր մայր տաճարը, որը երևաց մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչին իր տեսիլքի մեջ։ Եվ այդ օրվանից Սուրբ Էջմիածինը կանգուն է մինչև այսօր և կանգուն պիտի մնա մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս հաստատեց իր Սուրբ եկեղեցին և հայրապետական աթոռը նրանում։ Ինչի համար։ Ինչի համար է եկեղեցին, ինչի համար Քրիստոս հաստատեց եկեղեցին, որովհետև եկեղեցու մեջ պիտի պատարակվի Աստծո գառը։ Եկեղեցին ուրիշ բանի համար չէ, եթե ոչ նրա համար, որ եկեղեցու սուրբ սեղանների վրա հանապազ պատարակվի մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր փրկության համար։ Եթե եկեղեցում պատարակ չկա, այլևս եկեղեցին դադարում է եկեղեցի լինելուց, որովհետև եկեղեցու նշանակությունը և խորհուրդը պատարակն է։ Եկեղեցին եկեղեցականանում է սուրբ պատարակով, որտեղ եկեղեցու գլխավոր տեղը սուրբ խորանն է և սուրբ սեղանը։ Իսկ սուրբ սեղանը միայն սուրբ պատարակի համար է, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոս պատարակվի այստեղ և իր մարմինն ու արյունը բաշխի մեզ որպես կյանքի, փրկության և հավիտենականության կերակուր։ Եկեղեցին Նոյան տապանն է, որի մեջ մարդ մտնելով պիտի հասնի փրկության և երկինքի արքայության, որի մեջ մտնողները և որի մեջ մնացողները չպիտի կորչեն և ոչ մեկը նրանց չպիտի կարողանա հափշտակել Տիրոջ ձեռքից։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ մարդը ճշմարտապես ճանաչում է Քրիստոսին։ Եկեղեցուց դուրս Քրիստոսին չենք ճանաչելու։ Քրիստոսն իրեն տաճարում հայտնեց, ասեց. «Ասում եմ, ես եմ
բայց դուք չեք հավատում։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ մարդը պիտի միանա Աստծո հետ, պիտի միանա Աստծուն եւ հասնի երկնքի արքայության։ Եկեղեցու իմաստը, խորհուրդը, նշանակությունը մարդու փրկությունն է։ Սկսած մկրտության ավազանից վերջացրած երկնքի արքայությունով։ Եվ եկեղեցին ուրիշ առաքելություն սրանից կարևոր չունի։ Եկեղեցու գլխավոր առաքելությունը մարդուն երկրից դեպի երկինք փոխադրելն է, մարդուն երկնքի արքայության արժանացնելն է։ Եվ այս ամեն ինչը եկեղեցու մեջ է։ Դրա համար Քրիստոս, մեր Տեր Հիսուս Քրիստոս կարևորեց եկեղեցին եւ ոչ թե մարդկանց ասեց, որ եկեղեցի պիտի ունենաք, այլ ինքը իր էջքով Հայաստան աշխարհի մեջ հաստատեց իր եկեղեցին, կաթողիկե Սուրբ Էջմիածինը։ Ուրեմն ինչ է մեզ պետք անել։ Մնալ եկեղեցու մեջ, զորավիք լինել մեր եկեղեցուն, ապրել, եկեղեցականանալ եւ մեր աղոթքներով հաստատել եւ զորացնել մեր եկեղեցին, մեր եկեղեցու մեջ լինելով եկեղեցու քարեր լինել, եկեղեցու վեմեր լինել, որովհետեւ այդ հավատքի վեմի վրա է շինվում իմ եկեղեցին, ասեց մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եկեղեցու մեջ լինել ասելով ի նկատի չունեմ միայն ֆիզիկական ներկայությունը, այլ հոգևոր ներկայությունը, հավատքի ուղիղ ճշմարիտ զորեղ հավատքի ներկայությունը եկեղեցու մեջ, ուղղափառ դավանությունը մեր եկեղեցու մեջ, այսինքն մենք պարտավոր ենք իմանալ եկեղեցին, ճանաչել եկեղեցին եւ եկեղեցով ապրել մեր կյանքը, որովհետեւ եկեղեցուց դուրս չկա կյանք, եկեղեցուց դուրս չկա ճշմարտություն, եկեղեցուց դուրս չկա երջանկություն եւ միայն եկեղեցու մեջ է այն ճշմարիտ կյանքը, որ Աստված սահմանեց մարդու համար, որով մարդը պիտի հասնի երկնքի արքայության։ Եթե որևէ մեկը կարծում է, որ առանց եկեղեցու կհասնի փրկության, չարաչար սխալվում է, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքն է հաստատել եկեղեցին եւ ասել է, որ դժոխքի դռները պիտի չկարողանան հաղթահարել նրան, այսինքն եկեղեցով մենք պիտի հասնենք փրկության։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը մեր բոլորի հետ լինի, մենք էլ մեր եկեղեցու մեջ լինելով մեր եկեղեցու ճշմարիտ զավակները եւ ճշմարիտ քարերը վեմերը լինենք։ Աստված բոլորիս օգնական, պահապան լինի, ամեն։